SA Foundation հիմնադրամի աջակցությամբ մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 81-ին նվիրված Երևանում անցկացվել «Ինչ, երբ, որտեղ» ինտելեկտուալ խաղի մրցաշար, որին մասնակցել է 30 թիմ, ընդհանուր ավելի քան 160 մասնակիցներով։ Հիմնադրամի կողմից նվերներ են ստացել մրցաշարի լավագույն գիտակները։ Տեսեք, սա հերթական միջոցառումն է, որը տեղի ունենում մայիսի 9-ի տոների կապակցությամբ, Պիերատոնի, այսպես կասեմ, եւ մի քանի այսպիսի այլ միջոցառումներ արդեն արվել են եւ նաեւ կայանալու են եւս մի քանիսը։ Այս միջոցառումը մենք որոշեցինք նվիրել հաղթանակի 80-ամյակին Շուշի ազատագրմանը եւ Արցախի բանակի կազմավորմանը։ Այսպիսի միջոցառումներ ինչ որտեղ երբի մակարդակով բավականին շատ են տեղի ունենում, բայց կոնկրետ այսօրվա նվիրված բավական երկար ժամանակ չի եղել եւ նպատակներից մեկը եղել այն, որ մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների հերոսական անցյալը եւ այսպիսով նաեւ ներգրավելով գիտակներին կարողանում ենք այս խորհուրդը փոխանցել իրենց։ Իմ կարծիքով բավականին հետաքրքիր պայքար է ստացվում, այստեղ կան գիտակներ, որոնք եւ պրոֆեսիոնալ են խաղում եւ կան մարդիկ, որոնք իրավական մակարդակով գալիս մասնակցում են։ Եվ ինչպես շատ են ասում, այստեղ արդյունքը այդքան կարևոր չէ, ինչքան մասնակցությունն է, այսինքն մենք փորձենք վարակենք նորմալ գիտելիքներով լի ատմոսֆերայով ժողովրդին եւ ինձ թվում է բոլորը գող կգնան տուն արդեն։ Մոտ 1 ամիս ենք պատրաստվել, երևի 130-ից 150 մասնակից ենք ունենալու 25 թիմ։ Թիմերը տեղեկացվել են ինչպես սոցիալական տարբեր էջերում հրապարակումներով, այնպես էլ մեր տարբեր խաղային մասնակցության ժամանակ հայտարարությունների միջոցով, որովհետև մենք ունենք մրցաշար, որի ժամանակ նույնպես տեղեկացել ենք այս միջոցառման մասին, եւ թիմերը շատ բազմազան են, այսինքն կան գիտակների թիմեր, արդեն փորձառու թիմեր, կան սկսնակ թիմեր եւ կան նաեւ անհատների ձևավորված թիմեր, այսինքն մարդիկ ովքեր տեսել են հայտարարությունը, որպես անհատ գրանցվել են եւ եկել են եւ այդ անհատներից մենք ձևավորել ենք թիմեր։ Արձանագրենք, որ հայտնի իրադարձությունների պատճառով մեզանից եռատոնը խլել են։ Այդ եռատոնից մնացել է միայն մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Երևի մենք իրավունք չունենք դա էլ կորցնել եռատոնից, ու ինչպես տեսնում եք, միասին արդեն 2 օր է տարբեր միջոցառումների ենք այցելում, որոնց հիմնական նպատակն այն է, որ թե երեխաներին, թե ավելի բարձր տարիքի սերունդի ներկայացուցիչների հետ միասին, ու առնվազն ցույց տանք, որ մայիսի 9-ի հաղթանակը, որը 80 տարի առաջ ձեռք է բերվել, այդ թվում նաև հայերի մասնակցությամբ, արցախահայերի մասնակցությամբ, այդ ամեն ինչը մենք հիշում ենք, ոչ ոք չի մոռացել։ Մենք էլ նաև այս ֆորմատով հիշատակը պահելով պայքարելու ենք նրա համար, որ ինչ որ մի ֆորմատով իսկապես վերադարձնենք եռատոնը, բայց ինչպես տեսնում եք, գոնե հիմա այս ձևով փորձում ենք այս ամեն ինչի վերաբերյալ իսկապես հիշատակը վառ պահել։ Միջոցառումները մեծամասամբ տեղի են ունենում Սերգեյ Ասլանյանի հիմնադրամի աջակցությամբ եւ ինչպես տեսնում եք, բոլորն էլ հստակ թիրախային են, այսինքն երեխաներ, ինտելեկտուալ խաղերով զբաղվող երիտասարդներ, կարծում եմ լավ եւ ողջունելի նախաձեռնություն է։ Ձեզ շնորհակալություն, որ այս 2 օր մեզ հետ եք։ SA Foundation հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին եւ ուսանողներին ստեղծել ներդաշնակ ու ապահով ապագա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։